Գյումրու տեխնոլոգիական ստեղծումից ի վեր Գյումրին դարձել է ՏՏ ոլորտի ընկերությունների համար ավելի գրավիչ ու ցանկությունը Գյումրիում ունենալ մասնաճյուղեր ավելի մեծացել է ու մեր այս փորձը կիրառելով մենք շատ կցանկանայինք, որ օգտագործելով մեր Մեղրի եւ Սիսիան համայնքների լաբերը Կապանում, Սյունիքի մարզի կամ այլ համայնքում ունենանք տեխնոլոգիական կենտրոն։ Եվ իմ հարցը հետեւյալն է. ինչպես եք պլանավորում մարզերի զարգացումը IT ոլորտի շրջանակում։ Ես որ դրա մասին մտածել եմ IT ոլորտի շրջանակում, առաջին գործողություն ինձ համար ակնհայտ է եղել, որ մարզերում պետք է լինի նորմալ որակի ինտերնետ, որովհետև առանց նորմալ որակի ինտերնետ տարբերակ չկա։ Հիմա մենք ունենք նորմալ որակի ինտերնետ մարզերում, սարերում, ձորերում, ինչը շատ կարևոր նախադրյալ է, եւ մնացած հատվածներով մենք ինչ ծրագրեր ենք անում, նախարարը ավելի ճիշտ կասի։ Նախատեսում ենք Կապանում առնվազն այդ երկխոսությունը կառավարությունը մեկնարկել է Կապանում տեխնոլոգիական կլաստերի գաղափարն ենք քննարկում, ինչու, որովհետև ունենք եւ ակադեմիական շրջանակ եւ մարդկային կապիտալ, այսինքն այնպիսի մի բարենպաստ միջավայր, որ Կապանում իսկապես մենք տեսնում ենք այդ հնարավորությունը եւ կրթական կոավ թումո մի խոսքով, այսինքն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները առկա են, մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, այս մտքին իրականում ենք վերջերս եկանք հատկապես Իջևան մեր այցից հետո, երբ մենք մեզ համար պարզեցինք, որ ունենալով Արմատ, ունենալով Ինոիջևան, այնտեղ տեղափոխվել է մայկրոչիպ հանրահայտ ընկերությունը արդեն տեղից կադրեր է ներգրավում, մասնաճյուղեր են բացում, այսինքն այս մոդելը ակնհայտորեն իրեն արդարացնում է, պարզապես պիտի հասկանանք, թե կոնկրետ ինչ տվյալ տարածաշրջանի առանձնահատկությունների հիման վրա պիտի այդ մոդելը ձևավորվի, մեր քաղաքականությունները տանում են դրան, այսինքն մենք մարզերում ակնհայտորեն տեսնում ենք չօգտագործված մարդկային լրջագույն մասնագիտական ներուժ, որի մեջ ներդրում կատարելով մենք վստահաբար մարզերում կկարողանանք այդ կարողությունները մեծացնել ու նաև այսինքն այդ ընկերությունները, որոնք Երևանում կենտրոնացված են, դիտարկեն մարզերը որպես հավելյալ ռեսուրս իրենց համար։ Դե տեսեք, ես ձեր հարցին ավելի քաղաքական պատասխան տամ, շարունակելով նրանից ինչից սկսել եմ, որովհետև իրականում ասեմ, դա մեր կարևոր ռազմավարական ծրագրերից մեկն է, որ մարզերում հնարավոր լինի տեխնոլոգիական ոլորտի գործունեությամբ զբաղվել։ Բայց ես էլի ուզում եմ մի միտքը շարունակեմ, նույն Կապանում, չէ՞, ինչա պետք, որ տեխնոլոգիական ոլորտը զարգանա։ Պետք է ինտերնետ, պետք է խաղաղություն։ Եթե խաղաղություն չլինի, բացառված է, ինչ ուզում ենք անենք։ Մինչև այդ շենքը արդեն ես մի քիչ հեռվից եմ։ Օրինակ, Երևան Կապան նորմալ հնարավորինս հաճախ չվերթները։ Օրինակ, ես իմ աշխատանքային գրաֆիկում, երբ որ այդ չվերթը կա եւ ես գնում եմ եւ օգտվում եմ դրանից, ես մեր գործընկերներին ասում եմ, մենք չենք գնահատում, որովհետեւ այս չվերթը որ կա, սա մարդու կյանքը փոխող բան է։ Հիմա ես նախորդ անգամ առավոտ վեր եմ կացել, զբոսնել եմ Երևան քաղաքում, սրճարան եմ մտել, սուրճ եմ խմել, նախաճաշել եմ, մեկնել եմ Կապան, մի քանի ժամ խորհրդակցություն եմ արել, քննարկում ենք ունեցել դեսպանների հավաքի ընթացքում, վերադարձել եմ եւ ճաշել եմ իմ ընտանիքի հետ եւ երեկոյան անցկացրել եմ հանգստի մեջ։ Հասկանում եք, այս նկարագրությունը ինքը հեղափոխական նկարագրություն է, որովհետև ես սովորաբար պետքա ժամ 6-ին շարժեի գնայի Կապան եւ ժամ 12-ին երևի կհասնեի հետ գալ, կամ պետքա գիշերեի եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես իմ կարծիքով հատկապես IT ոլորտը ինքը առանձին վերցրած միտեղ չի կարող գոյություն ունենա։ Նախ իր շուրջ պետքա հարմարավետություն ձևավորվի, պետքա նորմալ ճանապարհ լինի, պետքա չվերթ լինի, պետքա սրճարան լինի, պետքա սոցիալական շփման միջավայր լինի, որովհետև տեխնոլոգիական ոլորտի մարդը չի կարող առանց դրա։
Պետք է կապուչինո լինի, հասկանում եք, առանց կապուչինոյի չի կա։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում, առանց կապուչինոյի չի կարա, առանց կապուչինոյի, էսպրեսոյի, ամերիկանոյի չի կարա լինի բան, տեխնոլոգիական ոլորտ։ Ընդ որում ապարատը բավարար չի։ Պետքա տեղեր լինի, որտեղ մարդը լանչ անելու տեղ պետքա լինի։ Այսինքն նկատի ունեմ, մենք պետքա մտածենք էլի, եթե մենք ապագայի տրամաբանությամբ գնանք, դա չի լինի։ Այն մյուս տնտեսական ծրագրերը, որ մենք անում ենք հիմա, այդ բոլոր տնտեսական ծրագրերը իրանք այդ թվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն են բերում, որտեղ արդեն կա սպეციფիկա, պետքա հաստատենք հասունանա այս շենքի պահը։ Հիմա մենք կարանք տանենք մի հատ բան սարի վրա այս շենքից կառուցենք, չի ստացվի։ Այսինքն միջև է շենքը սովորական տնտեսությունը ենթակառուցվածքը համայնքը պետքա այնտեղ Թումո կենտրոն պետքա լինի, այնտեղ Կոաֆի Smart կենտրոն պետքա լինի, այնտեղ նորմալ դպրոց պետքա լինի, նորմալ մանկապարտեզ պետքա լինի, որը այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս ինչ որ թվարկեցի, ամեն ինչը հիմա կապանում կառուցվել է կամ կառուցվում է։ Եվ դա անխուսափելիորեն, որովհետև արհեստական տեխնոլոգիական ոլորտ, այսինքն ինքը պետք է հասունանա, գա տեխնոլոգիական ոլորտը կուլմինացիան է, նորմալ հյուրանոց պետք է լինի եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ճիշտ ասած մի 3 հարց էի պատրաստել, բայց հասկացա, որ ժամանակի սղություն կա եւ այդ հարցերից մեկը կբարձրացնեմ։ Պարոն վարչապետ, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ իրական Հայաստանի այդ կոնցեպցիայի առումով, որտեղ մենք չենք կարող պատրանքներով, երազախապությամբ մեր ապագան կերտել, մենք պետք է իրականության հետ առերեսվենք եւ հիշում եմ նաեւ մի 2 ամիս առաջ էր Դիլիջանում ձեր այդ հանդիպման ժամանակ մի հատ օրինակ բերեցիք, ասիք մեկին հարցնում եմ որտեղացի ես, ասում է Վանեցի, որտեղ ես ծնվել Երևանում, մայրդ որտեղ Երևանում, հայրդ Երևանում, բայց դու ինչ Վանեցի ես, ինչ կապ ունես Վանի հետ։ Պարզում է նախնիները Վանից են եւ այս բուտմատիտի նման շատերի մոտ դա սենց ամրացված է եւ իրականում դա խանգարում է, բայց իմ հարցադրումը կապված է հետեւյալի հետ, որ ես մի քիչ մտավախություն ունեմ, որ ինչ որ ժամանակ հետո իրական Հայաստանի կոնցեպցիայի օրակարգում կարող է հայտնվեն այլ դրույթներ, այս ապագայի մասին եմ խոսում, որը կբացառի նաեւ մեր լեգենդներին, մեր իրական հերոսներին։ Ես օրինակ բերեմ, այսինքն այս վերջերս հանրային խորհրդում մի հատ հանդիպման ժամանակ իմ գործընկերներից մեկը ասեց, որ բայց ճիշտ է, որ ասենք Բաղրամյանի անունով հին խորհրդային միության հերոսների անունով մենք փողոցներ ունենք, ռազմական, չգիտեմ, ինստիտուտներ ունենք Բաբաջանյանի անունով եւ այլն, ես մի երկու խոսք ասեցի ու ճիշտ ասած դահլիճից դուրս եկա, որտեղ այդ դեմագոգիան ես չեմ ընդունում։ Ուրիշ տեղեր էլ այդ կարծիքները ես լսել եմ, որ դա խորհրդային, որ դա մեր իրական Հայաստանի հետ կապ չունի, դա անցյալում է խորհրդային միության հետ։ Ես ասեմ ավելին, եթե խորհրդային միության ժամանակ մեր առաքելությունը ինդուստրիալ կենտրոն սիլիկոնային հովիտ չլիներ, մենք սա էլ չէինք ունենա, մենք այդ արժեքները չէինք ունենա, ինչ որ այսօր ունենք, մաթեմատիկական դպրոցի, միկրոէլեկտրոնիկայի ինդուստրիայի եւ այլն։ Ձեր կարծիքն էի ուզում լսեի, որովհետեւ եթե մենք պետք է հետագայում նոր հերոսներ, նոր լեգենդներ հորինենք եւ կապենք իրական Հայաստանի հետ արհեստական ձևով, դա կարծում եմ բավական սխալ է լինելու։ Ձեր անձնական կարծիքն էի ուզում սրա հետ կապված իմանալ։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցի հետ կապված ձեր ձևակերպումը իրականում ձեր ձևակերպման հետ իմ ձևակերպման ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև իմ շեշտադրումը ուրիշ բանի մասին է։ Ես հասկանում եմ մարդու պապը Վանում է ծնվել։ Այսինքն ինքը արմատներ ունի այնտեղ։ Խոսքը դրա մասին չի։ Ես ուրիշ բան եմ ասում եմ գնում ենք ենթադրենք Դիլիջան, ասում ենք որտեղից ես, ասում է Վանից են։ Գնում եմ Թալին, ասում ենք որտեղից ես, ասում է Սասունից են։ Գնում ենք Արմավիր, ասում ենք որտեղից ես, այսօր երիտասարդ 30, ասում է ենթադրենք Վանից են, Կարսից են ասել։ Ես ուրիշ հարց եմ տալիս։ Իմ խնդրեմը այդտեղ չի, որ ինքը իր արմատները գիտի եւ ճանաչում ուզում է պահպանի։ Իմ խնդրեմն են ասում են, բա դիլիջանցինով է, բա արմավիրցինով է, բա թալինցինով է։
Սա իրականում ձեր մյուս հարցի պատասխանն էլ է։ Ես չեմ ասում դու բան արա, մոռացի որ վանից ես։ Ինչ պետք չի մոռանալ։ Բայց շուրջդ նայ տես որ դու դիլիջանում ես ծնվել, դու դիլիջանցի ես։ Դու դիլիջանցի ես։ Դիլիջանցի տերմինը անտեր մի թող։ Ես բացարձակապես որևէ խնդիր չունեմ։ Ինձ ասում են որ ուզում եմ պատմական Հայաստանը մոռանա։ Ոչ այդպիսի խնդիր ես ոչ դրել եմ, ոչ էլ դա տրամաբանական է դնել։ Ես ընդհակառակը ես ներկայացնում եմ ու դա ձև չի, անկեղծ եմ ես դա ասում։ Ասում են ուզում եմ հայ ժողովրդի պատմությունը մոռանա։ Ես ուրիշ բան եմ ասում եմ, երբ որ մենք ցանկացած գիրք որ կարդում ենք, ես տենց այս համոզված եմ, որ բոլորս էլ տենց ենք, կամ եթե տենց չենք, մենք գրքի հետ խոսում ենք, չէ՞, մենք երկխոսություն հերոսների հետ ինչ որ հաղորդակցության մեջ ենք, չէ՞ մտնում։ Չէ՞ տենց սխալ եմ ասում, չէ՞ տենց է, չէ՞։ Հիմա ես իրական Հայաստանի գաղափարախոսությունը ծնվել է հետևյալ կերպ։ Ես այն ժամանակ չիմանալով էլ, ես տենց լուսաբանում եմ, որ հայ ժողովրդի պատմության այս մի հատ օրներ նորից կարդացի, այս մի հատ օրներ նորից կարդացի, այս էլ նորից կարդացի ու տենց բան էի անում։ Իմ կարծիքով ես այն ժամանակ տենց պրոպագանդում էի ենթագիտակցորեն շուտ արթնանալ, որովհետև ժամը 5-ին արթնանում էի, մի ժամ ու կես բան կարդում էի, մինչև աշխատանք, որ բանին չխանգարի, ոչ զանգ, ոչ բան կենտրոնան։ Եվ այդ երկխոսության մեջ դա այդ պահին չես հասկանում, դա հետահայացա չէ տեղի ունենում, հո ամեն պահի մենք այսօրվա բոլոր խորքերը, ոնց որ այդ երկխոսությունը տեղի է ունենում, ես ասում եմ պատմական Հայաստան, դե կարդում եմ այդ հատորյակները, չէ, ասում եմ ես Հայաստանի վարչապետն եմ։ Դու ինձ ինչ ունես ասելու։ Ինչ ունես ասելու։ Այդ բանից էլ, որ պատմության դասերը պետքա սովորել։ Այդ ակնհայտ ճշմարտությունը, բոլորին հայտնի ճշմարտությունը, բայց ոչ մի տեղ գրած չի, որ պատմության այն դասը, որ դու պետք է սովորես, այսինչ գրքի 846-րդ էջում է գրած։ Պատմությունը հատորյակներ, ընդ որում լիքը հատորյակներ, որ հերքում են մյուս հատորյակներին։ Դա որտե սովորես այդ պատմության դասը։ Այդ հուսահատության մեջ ասում են պատմական Հայաստան։ Ես Հայաստանի վարչապետն եմ, դու ինձ ինչ ունես ասելու։ Եվ ասում եմ մի գնա իմ ճանապարհով։ Մի գնացեք իմ ճանապարհով։ Մի գնացեք, որ դու հիմա Հայաստանի վարչապետն ես։ Այդ նշանակում է, որ այդ Հայաստանը կա, պետություն կա, կառավարություն կա, շենք կա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Սա նշանակում է կաս։ Մի գնա իմ ճանապարհով, որ այդ Հայաստանը, որի վարչապետն ես դու, մի գնացեք պատմական դարձնելու ճանապարհով։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը այդ թվում պատմական Հայաստանն է, պատմական Հայաստանն է ծնվել, պատմական Հայաստանից սովորած դասերով է դա եկել։ Հայ ժողովրդի պատմությունը կարդում եմ, ասում եմ հայ ժողովրդի պատմություն, ես Հայաստանի վարչապետն եմ, ինչ ունես ինձ ասելու։ Ասում եմ մի կրկնեք ինձ կարակ, այդ ձեր ցավը տանեմ, կարակ մի անգամ չկրկնեք ինձ։ Ինչքան կարելի է անընդհատ, ինչքան կարելի է կրկնել։ Ես չգիտեմ գուցե ուրիշ ժողովուրդների մեր պատմությունը խայտառակ կրկնություն է, անընդհատ, նույն ցիկլը։ Այդտեղ էլի գումարելիները փոխվում են, բայց էությունը չի փոխվում։ Եվ իրականում պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանը պատմական Հայաստանի երեխան է։ Ինչ վերաբերվում է Բաղրամյանին, իդեան, ինչ որ դուք ասցիք, ձեր ասացի ամեն ինչի հետ համաձայն եմ, բացի մի բանից, որ ասել եք ու դուս եք եկեք։ Հասկանում եք, մենք պետքա չունենանք փակ թեմաներ։ Եկեք շատ լավ, եկեք քննարկենք, հասկանում եք, մենք չպետք է ստեղծենք միջավայր, որտեղ մարդիկ վախենան հարց տան։ Հանդիպումը վերջանում է։ Մենք չպետք է ստեղծենք միջավայր, որ մարդիկ վախենան հարց տան։ Թող հարցնեն, թող մեկ ասի Բաղրամյանը էս, մենք էլ ասենք գիտես ինչ։ Ի վերջո խնդիրը նրա մասին է, որ մենք էլի
Ամեն օր մենք պետքա մեզ հարցնանք, մենք ճիշտ ենք անում։ Ամեն օր, լավ, գուցե ամեն օր չէ, գուցե երամսյակը մեկ։ Բայց եկեք մենք այդ մտածումի արդյունքում, չէ, տեսեք մենք ինչա տեղի ունեցել մեզ հետ Ամիրյան փողոցը դարձել է Վռամշապուհ արքայի փողոց, Վռամշապուհ արքայի փողոցը դարձել է Ամիրյան փողոց։ Մենք Երևանում, եթե չեմ սխալվում, ոչ մի թագավորի անունով փողոց չունենք։ Մենք ունենք դինաստիաների անունով։ Հա, Տիգրան Մեծի անունով։ Հա, չէ, ուրիշ էլի Տիգրան Մեծը Արգիշտի թագավոր Չէ, երևի համայնքներում շատ տեղերում չունենք, հա։ Այսինքն դա շատ կարևոր է, մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Օրինակ ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում շատ տեղերում լինեն մեր տարբեր արքաների անունով փողոցներ։ Այսինքն ես նկատի ունեմ քիչ են իրականում, որովհետև Տիգրան Մեծը այնքան ասել ենք, հələ հետաքրքիր է, էլի, նույնիսկ ասոցիատիվ չի բանանվում։ Հա, դինաստիաները ունենք, հա, բայց Տիգրան Մեծ եւ Արգիշտի ուրիշ ունենք Երևանում արքայի փողոց չունենք։ Այդ բացառությունը հաստատում է։ Ես ասում եմ եկեք հարցեր տանք, իսկ ինչն է խնդրեմը, որ թող մարդը ասի ինչ է մտածում։ Մենք էլ ասենք ինչ է մտածում, լսարանն էլ նայ ասի Մուսայելյանի փաստարկները ակնհայտորեն ճիշտ են։ Ինչ ենք վախենում այս process-ից։ Նկատի ունեմ ամեն ինչ ճիշտ եք ասում, պետք չի դուրս գա սենյակից։ Պետք է այդ խոսակցությունը շարունակենք, որովհետև մենք մեզ փակուղի ենք մտցնում այդպիսով։ Եվ սիմվոլներն էլ պետք է, կարող է սիմվոլը մենք պետք է նաև ռեբրենդինգի, իսկ Բաղրամյանին մենք որպես ինչ սիմվոլ ենք բանանում, գնահատում։ Ես էլ է շատ կարևոր, որովհետև մարդը կասի է սովետական Բաբաջանյանն էլ բանում Հունգարիայում, չգիտեմ, ինչի մեջ է ներգրավված եղել։ Մենք պետք է իրան ճիշտ տեղում դնենք, մենք իր ինչն ենք գնահատում։ Մենք այս հարցի պատասխաններ չունենք, իր ինչն ենք գնահատում։ Գնահատում ենք իր անցած ուղին, գնահատում ենք իր տաղանդը, իրեն համարում ենք մեր ժողովրդի, այդ թվում ռազմական տաղանդի դրսևորումը եւ արտահայտիչը։ Որտեւ եթե մեկը ասի, որ Իրան գնահատում ենք որպես սովետական միության, չգիտեմ, ինչ որ մի բան եւ կուսակցության անդամ, այդտեղ կարող է կարճ միացումը լինի։ Այսինքն կարեւոր է նաեւ հերոսի իմիջի ձևակերպումը։ Մենք Բաղրամյանը մեզ համար ինչի սիմվոլն է։ Էս էլ է շատ կարևոր, որտեղ մենք իրան խորհրդային ժամանակ ворթեգրել ենք խորհրդային միության բանաձևով, բայց իրան չենք ադապտացրել կներեք այդ բառի համար անկախ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ դրա համար, հա, դրա համար մի մարդիկ կարան ասեն մի րոպե։ Էս ինչ է, էս ինչ սովետական կամ էս ինչ ռուսական կամ էս ինչ մեծ բանի էքսպանսիոնիստական բանը։ Մենք ստեղ շատ կարևոր հարց կա, ոչ թե Բաղրամյանին փոխենք, այլ Բաղրամյանին ձևակերպենք, ինչու է ինքը մեր հերոսը, ինչու է ինքը մեր հերոսը, որովհետև երբ որ ինքը մենք իներցիայով ենք հասկանում եք իրան հերոս համարում այն բանաձևի շրջանակում, որը եղել է խորհրդային միության մեջ, որում կարող է պարզվել, որ ոչ մի բան ընկալումն էլ փոխելու անհրաժեշտություն չկա, բայց ես ասում եմ ինչն է հարցը, որ մենք քննարկենք։ Հենց առաջընթացը մարդկությունը սկսել է քաղաքակրթությունը ձևավորվել այն պահից, երբ որ մարդը սկսել է հարց տալ։ Երբ որ մարդը հանկարծ հարց չտար, չէր ստացվի ոչ մի բան։ Շնորհակալություն, չէ, ավարտեցինք։